Բարի և օրհնյալ օր, սիրելի հարազատներս, թող մեր երկնային Հայրը, ով իմաստության պակաս չունի, մեզ իմաստություն տա, Սուրբ Հոգու միջոցով։ Մենք այսօր զրուցելու ենք Աստվածաշնչի Ծննդոց գլխի առաջին համարից։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Աստվածաշնչի երկնքի աստվածաբանությունը սկսվում է Աստվածաշնչի առաջին համարից։ Աստված ստեղծում է երկինքն ու երկիրը։ Նա ամեն ինչ ստեղծեց իր անսահման բարության պատճառով, որպեսզի արարածները իրենից ստանան այնքան բարիք, որքան կարող են ընդունել, և սքանչանան ու երանության մեջ լինեն մշտապես։ Սուրբ գրքում այն նաև վերաբերվում է Աստծո Սուրբ Թագավորությանը, նրա հատուկ բնակավայրին, որը բնակեցված է արդար հրեշտակներով։ Երկինքն ու երկիրը այս բառը զույգ է, որը սահմանվում է ամբողջ ստեղծված կարգը, որը պարունակում է երկու տարբեր երկինք և երկիր։ Աստված աշխարհը չստեղծեց միանգամից, այլ որոշակի ժամանակի 6 օրվա ընթացքում։ Այդ օրերը մեզ ծանոթ 24 ժամանած օրերը չէին, չէ՞ որ այն ժամանակ չկար երկիր մոլորակը իր 24 ժամյա պտույտով։ Մենք չենք կարող պատկերացնել արարչագործության օրերի տևողությունը, ինչպես գրված է Սուրբ գրքում, Աստծո մեկ օրը 1000 տարի է, այնպես որ այդ օրերը կարող են անվանվել նաև դարեր կամ դարաշրջաններ, և սակայն դա էլ խիստ պայմանական է, և այսպես սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Դա ոչ թե մեզ այս տեսանելի աստղալից երկինքն ու երկրագունդն էր, այլև Սուրբ Գիրքը նկատի ունի երկու աննյութական և նյութական աշխարհը։ Երկինքը, այսինքն հոգևոր աշխարհը, աննյութական և անմահ, բնական արարածներն են, հրեշտակները, իսկ երկիրը, նյութական աշխարհը, սկզբում անտես էր, այսինքն չուներ ձև, որտև սկզբում այն ընդամենը նախնական նյութականությունն էր, որից պետք է աստիճանաբար 6 օրվա ընթացքում ձևավորել նյութական առարկաները, տեսանելի երկիրը, աստղերը, երկրագունդը և այնտեղ գտնվող ամեն ինչ։ Չնայած այս երկու ոլորտները տարբեր են, Սուրբ Գիրքը բացահայտում է հետաքրքիր հարաբերություններ երկուսի միջոցով։ Սուրբ Գրքից գիտենք, որ Աստված պատվիրում է Մովսեսին կառուցել խորանը և դրա կահավորանքը նրանց համար այն օրինակով, որը ցույց են տալիս քեզ լեռան վրա։ Նոր Կտակարանում Եբրայեցիների գիրքը բացատրում է, որ երկնային խորանը երկնային բաների պատճեն ու արվեստն էր, որքան էլ մեզ տարօրինակ թվա, երկինքը սրբավայր ունի, և այդ սրբավայրը Մովսեսին ցույց տրվեց որպես երկնային խորանի նախագիծ, բայց Մովսեսի կողմից խորանը պատկերները ոչ միայն ցույց է տալիս, որ այն երկնային խորանի պատճենն է, այլև Եդեմի պարտեզի մանրանկարչությունն է։ Խորանը զարդարված է պտղաբեր ծառերով, հրեշտակներով, ոսկով և այլ պատկերներով, որոնք կոչված են հիշելու Եդեմի պարտեզը։ Քահանաներին հանձնարարված է աշխատել և պահել խորանը, ինչպես որ Ադամին պատվիրեց նույնը անել պարտեզի համար։ Ծննդոց 2-րդ գլխի 15-րդ խոսքում Տեր Աստվածը վերցրեց իր ստեղծված մարդուն և դրեց բարօրության դրախտում Եդեմի պարտեզում, որպեսզի մշակի և պահպանի այն։ Թվոցի 3-րդ գլխի 7-8 համարները նրա ու Իսրայելի որդիներին փոխարեն պահպանեք վկայության խորանը ու ծառայեն նրան, կատարելով խորանի բոլոր աշխատանքները։ Նրանք թող պահպանեն վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։ Այլ կերպ ասած, և տաճարը, և Եդեմի պարտեզը նախագծված էին երկնային սրբավայրը արտացոլելու համար։ Հեռու լինելով երկու անկախ տերություններ, Աստված երկիրը նախագծեց այնպես, որ արտացոլի երկնային իրողությունները։ Ծննդոցի մյուս հատկանիշները նույնպես ապացուցում են դա։ Ամուսնական ուխտը իր ժողովրդի հետ, Աստծո փոխհարաբերությունները երկնային իրականության երկնային պատկերն է։
Նույնիսկ Ադամի ուխտավոր հարաբերությունները Եհովայի հետ, որպես իր պատկերի որդի, մասնակցում է այս երկնային նմանություններին, արտացոլելով հոր և որդու միջև հավիտենական, հայրական և որդիական հարաբերությունները, երբ Հիսուսը հայտնում է Նոր Կտակարանում երկնքի և երկրի վերջնական միությունը, Հիսուսը երկնքի թագավոր է, իջնում է երկիր, կնոջից ծնվելու համար։ Իր անձի մեջ Հիսուսը միավորում է երկինքն ու երկիրը, մարմնավորելով երկու թագավորություններ, վերջնական միությունը, վում են իրենց վերջնական նշանակությունը Քրիստոսի մեջ, խոսքը դառնում է մարմին, որը խորանն է մեր մեջ։ Օրհնելով օրհնենք, և այս ճշմարտությունը միայն մեր գլխում չմնա, այլ Աստծուն փառք տանք այս ամենի համար, մեծարենք նրան սուրբ անունը, այսինքն ինչպես նա արժանի է Հոր, Որդու և Սուրբ Հոգու սուրբ երրորդության։